Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով ոդքասթն է, հերթական թողարկումը, մենք մի քիչ ուշ ենք սկսում, հիմա դրա մասին կասենք, ինչպես միշտ ձեզ հետ են Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից եւ Ռուբեն Մելիքյանը Երևանից, ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, այս անգամ Կալիֆոռնիայից չեմ, բայց դա կարևոր չի։ Դե ընդհանրապես դու Կալիֆոռնիայից ես։ Այս անգամ հայտնենք մեր դիտողներին, որ մեր ժամից մոտ 1 ժամ ուշ ենք սկսում, այս անգամ եւս ուղիղ եթերով ենք մենք հաղորդումը իրականացնելու, մենք նախորդ անգամ հիշում եք ընտրության օրն էր, կարծում ենք, որ այսօր դրա կարիքը չի լինի, բայց պարզվեց, որ այսօր էլ կա դրա կարիքը, որտեղ հենց այս պահին իրադարձություններ են ծավալվում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ու ինչ որ առումով նաև հանձնաժողովի արչեվում, որտեղ որ քաղաքացիները բողոքի ցույց են իրականացնում, ընդդիմության ներկայացուցիչները, եւ մենք սպասում ենք, թե ինչպիսի վերջնական որոշում կայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն այս պահի դրությամբ սպասեցինք, բայց այս պահի դրությամբ դեռևս վերջնական որոշումը առկա չէ եւ հիմա նախ կփորձենք այս պահի իրավիճակը բացատրել, հետո անցնել ընտրությունների արդյունքների ամփոփմանը, դրա գնահատմանը եւ այլն։ Համաձայն ես Աղաս, տենց անենք։ Համաձայն եմ, ես ուղղակի ասեմ ինտրիգը ինչից սրվեց, հա, աստորեն փորձելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս տանել ազգային ժողովից, վերցրեցին ու երկու ընտրատեղամասում ընտրությունները չեղյալ հայտարարեցին, այլ այդ տեղամասերում եղել են խախտումներ, եղել են մեծ խախտումներ, դա հասկանալի է։ Բայց ոչ Բարգավաճի կողմից էլ հատուկ ասենք էլի, այսինքն Բարգավաճը կապ չունի այդ խախտումների հետ, դրա համար ինչի է ինքը կուժուկուլ անկրում, դա անհասկանալի է։ Եվ այդ ոնց որ թե ինչ որ դեպքերի շատ մի քուր կա, որ բոլոր տեղամասերում քվեարկում էր, հա, այդ տեղամաս ուշ էին հասցրել, եւ այդ վաճառը հիմա փաստորեն վերցրեցին ու ամենաինչ ասեմ, ճարպիկ ամենաշուստի որոշումը կայացրեցին, այդտեղ քանի որ Բարգավաճը շատ ձեռներ հավաքել, չեղարկում են դրա տվյալները եւ Բարգավաճը չի հասնում վերջ։ Այսինքն Նիկոլը ստանում է իր համար ցանկալի 3-5-րդը եւ ըստ էության, եթե դրա այդտեղ չեղարկում ընտրությունները, փոստորեն պարզվում է, որ պետք է վերաքվեարկություն հայտարարվի, այդպես չի։ Դե հենց այդտեղից այդ է հարցը։ Ես ուզում եմ մի հատ մենք ժամանակագրորեն նայենք, նախ նշենք, որ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այս ընտրությունների օբյեկտիվ ինտրիգը ոչ թե այն էր, թե ընդդիմությանը կհաջողվի հաղթել, թե չէ, ընդդիմությունը անկեղծ լինենք, հիմա արդեն կարող ենք բաց դրա մասին խոսել, որովհետև որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել ընդդիմադիրների այսպես վնասելու մեջ ընտրական process-ում, ընդդիմությունը իմ համար անհասկանալի էր, թե ինչու շատ բարձր նշաձող էր սահմանել եւ ընտրություններում հաղթելու մասին էր հայտարարում, որը ոչ իրատեսական էր, ակնհայտ ոչ իրատեսական էր։ Իրատեսականը միայն իշխանություններին սահմանադրական մեծամասնությունից զրկելն էր։ Համաձայն չես։ Ընդ որում իրատեսական, որ ասում եմ, այստեղ շատ կարևոր վերապահում անեմ, խոսքը ոչ թե վերաբերում է օբյեկտիվ իրականությանը, այսինքն ոչ թե խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը օբյեկտիվորեն Նիկոլ Փաշինյանի կողմից է, ոչ, խոսքը վերաբերում է նրան, որ մենք էլ շատ ուրիշ մարդիկ էլ հիմա չենք ուզում մեր վրա վերցնենք, հիմա կարող ենք դրա այդ հաղորդումներն էլ, եթե հավես անենք, կարող ենք դնել, տասնյակ հաղորդումներում Աղասը ես ասում ենք, որ այ ընկերներ, այս մարդկանց հետ ընտրությունների գնալ նշանակում է իշխանությունները պատրաստ են ցանկացած ընտրախախտումների, թե մինչ նախընտրական փուլում տարբեր բաներ անելով, տարբեր, չգիտեմ, թոշակ բարձրացնելով, այս անելով, այն անելով, տարբեր գործիքներ կիրառելով, թե նախընտրական փուլում մարդկանց անդադ բռնելով, այս անել, եւ թե քվեարկության օրը դրա հաշվարկի օր, այսինքն բոլոր փուլերում պատրաստ էր ամեն ինչի եւ ամեն ինչի բառից բուն իմաստով ամեն ինչի, որպեսզի գրանցեն հաղթանակ։ Այո, եւ բոլոր փուլերում էլ կեղծել են, այսինքն ինչ որ մի բան չի եղել, որ չեն արել, եւ եթե անկողմնակալ քաղաքացիների մոտ գոնե մարդիկ կային, որոնք որ իսկապես ասում են, որ գիտեք, դե ամեն ինչ նա պատրաստ է անել, բայց ընտրությունները իր համար սվիտոյ է ինքը կյանքում, դա չի անի, նրանց աչքերն էլ բացվեցին, որ չէ ախպեր, մենք գործ ունենք ոչ միայն հայադավ, այլև ժողովրդադավ անձի հետ, գործչի հետ։
Այսինքն որ ասում ենք իրատեսական ժողովրդավարության իմաստով, դեմոկրատադավ իմաստով։ Իրատեսական էր այն, որ ուրեմն Նիկոլա Չավակի սահմանադրական մեծամասնությունը նկատի ունենք հենց դա։ Իրատեսական էր նրա այդ խախտումների հսկայական։ Այո։ Ցուցակի դեմ գոնե թույլ չտա, որ նա սահմանադրական մեծամասնություն։ Հիմա այս ամենի պայմաններում իմ կարծիքով ես ենթադրում եմ, որ գիշերվա այդ տարբեր խափանելը, որ արդյունքներ չէին տալի երկար ժամանակ եւ այլն, նկարչությունն եւ այլն, իմ պատկերացմամբ իրանց խնդիրը այդտեղ ԲՀԿ-ն էր, որովհետեւ եթե ԲՀԿ-ն արձանագրվեր ԲՀԿ-ի 4%-ից ավելին, ապա Նիկոլ Փաշինյանը պարլամենտում ունենալու էր 61 падգամավոր, որը ոչ միայն փոքր է 2/3-ից, այսինքն սահմանադրական մեծամասնությունից, այլև 2 մանդատով քիչ է 3/5-ից, հիմա նաև դա փորձենք բացատրել, թե ինչով է 3/5-ը կարևոր։ Իսկ եթե ԲՀԿ-ն չէր անցնում, այսինքն չէին տալի նրա մանդատները, ապա ԲՀԿ-ն ունենում էր ոչ թե ապա Նիկոլ Փաշինյանը ունենում էր 65 մանդատ։ Ինչը 3/5-ից ավել է։ Ինչը 3/5-ից ավել է արդեն։ Այսինքն 61 թե չներողություն 65 ասացի, սխալ ասացի 64։ 61 թե 64։ Հա, չէ, 64։ 3/5-ից։ Հա, էլի, որը 3/5-ը հստակ 63-ն է։ Մի դեպքում 3/5-ից պակաս, մյուս դեպքում 3/5-ից ավել։ Այս էր ամբողջ հարցը եւ իրանք փորձեցին այս խնդիրը լուծել առաջի քայլով մի 50 ձայն ԲՀԿ-ին իջացնելով ներքև։ Ակնհայտ էր, որ դա արել են նկարչության ձևով, այսինքն ԲՀԿ-ն շատ արագ հայտնաբերեց այդ նկարչության տեղերը։ Այսինքն կոնկրետ առնվազն 2 ընտրատեղամաս, որտեղ ինքը ստացել էր բավական մեծ թվով, միտեղ 100 քանի ձայն, միտեղ 50 քանի ձայն, որտեղ որ 0 են նկարել։ Եվ դրանով եկել 4-ից իջել էր։ 60 ձայն, չէ՞, խոսքը։ Հա, ոնց մոտարապես, ես հստակ թվերը ոնց որ թե տարբեր մարդկանց ասում եմ մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ են ասում, բայց մոտավորապես 50-60 ձայնի մասն էր խոսքը։ Եվ ԲՀԿ-ն հաջորդ իսկ օրը, թե 1-2 օր հետո հայտարարեց, որ հեսա գտել ենք։ Այս մեր ձեներն են ախպեր ջան, եւ այս ձեները գումարելու արդյունքում մենք 4%-ը մի բան էլ բավական տես մեծ մի 80-90% բանով ձայնով հաղթահարում ենք։ Так что ախպեր ջան, մենք հենա ոնց որ անցնում ենք։ Դեռ ժամանակ ունեին եւ մտածեցին մի հատ կեղտոտ տրյուկ մտածեցին, որը հետեւյալն էր, որ դե ասում եք, որ տենց խախտումներ են եղել, այդ տարբեր խոսակցություններ, տարբեր տեղամասեր հանեցին նրանք, որտեղ որ ԲՀԿ-ն միջինից շատ ձեներ էր հավաքել, այդ երկու տեղամասերն էին, դա ուրեմն Նուբարաշեններ եւ Մեղրին, որտեղ ԿՊՆ-ն էր շատ ձեն հավաքել, տես բայց ԲՀԿ-ն էր միջինից ձայն շատ ձեներ, որ այդ երկուսը ֆուկ է սանում, համամասնորեն ԲՀԿ-ի ձայները էլի 4%-ից իջնում են, որտեղ այդտեղ հայամատական շատ է։ Եվ այդ երկուսի արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը սա շատ կարևոր է, որտեղ ես դրա մասնագետը, նեղ մասնագետը չլինելով, շատ իմ գործընկերներ ասում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման իրավունք չունի։ Նման իրավունք ունի բացառապես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը օրենքին հողումներ անելով։ Ինչևէ, այդ երկու տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչեցին առանց ասելու, թե բա այդտեղ մարդիկ գնացել քվեարկել են։ Հիմա ես մեղք ունեմ, որ օրինակ եթե ես քվեարկելու լինեի Մեղրիում, ես մեղք ունեմ, որ իմ տեղամասում պետությունը որն է, իշխանությունները կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ձևավորել են իշխանությունները, խախտումներ է թույլ տվել, խի պետք է իմ ձենը չանցնի։ Այսինքն խի պետք է ինձ հնարավորություն չտրվի այնուհանդերձ իմ դերը ունենալ իշխանության ձևավորման գործում։ Դա աբսուրդ է։ Այո, երկու բան ավելացնեմ ես, թույլ տաս։ Տես, ուրեմն, փաստորեն այն ժամանակ ահազանգեր հնչեցին, չէ՞, որ ընտրությունների ժամը ավարտվել է, բայց այս մարդիկ քվեարկում են։ Հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասեց ոչինչ քվեարկեք։ Վստահ լինենք, որ նաև այդ տեղամասից են զանգել ԿՀ, ասել են տղեկ ինչ անենք։ Նրանք էլ ասել են ինչ պետք է անեք, թողեք թե շարունակեն քվեարկել։ Ակնհայտ է, որ դա տենց է եղել։ Հետո ակնհայտորեն իրանք որոշեցին կեղտոտ խաղալ եւ ասել չէ, անվավեր է։ Այսինքն ուզում եմ ասեմ, իրանց մեղքով է։ Բացառապես իրանց մեղքով է։ Բացառապես իրանց մեղքով է։ Եվ այո, քաղաքացիները, որոնց ձայները չկան։ Երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու բանի այդ արդյունքները հեչ արեց, ես անմիջապես ասացի, որ վсё, էսա։ Այսինքն սա ԲՀԿ-ին ազգային ժողով վատով չթողնելու ձև է։ Իհարկե դրա գնահատական ուզուրպացիան այլ գնահատական ստեղ լինել չի կարող, բայց դա մի կողմ թողնենք։
Վատով չթողնելու ձևը ինձ իմ գոլեգա իրավաբանները միանգամից մի քանիսը անունները չեմ ուզում տալ, չէ, հեսաբը իրանք պարտավոր են վերաքվեարկություն անեն, հələ մի հատ նայ ես օրենքը են, շատ հարգված իմ կողմից հարգված մարդիկ էլի։ Ես էլ ասում եմ, այ ժողովուրդ ջան, ախր եկեք իրավաբանորեն չնայեք, քաղաքական նայեք, ես մարդիկ քաղաքական որոշում են կայացրել չթողելու ԲՀԿ-ին։ Մա դուք կարծում եք, որտեղ իրավաբանությունը աշխատելու, այ ախպեր ջան, իրավական գործիքներով քաղաքական հարցեր չեն լուծվում։ Չէ, ես ինչ հոդվածը մի հատ նայ, մի հատ ինչ հոդվածը նայ, հիմա չեն անի, բայց կիրակի օրը երբ որ արդյունքների ամփոփումը լինի, դա կանեն։ Լավ ասեցի, ես իմ գրառմանը ավելացրեցի, ասի իմ գոլեգաները ասում են, որ սենց բան կա, բայց ես չեմ վստահում, սպասենք դրանք ինչ արելում։ Ու այսօր ակնհայտ է, արդեն բոլորն էլ ասում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի հակվածություն այս որոշումը կայացնելու։ Ես կարծում եմ դա նաև տեղեկատվության մակարդակով է։ Դեռ այս պահին վերջնական որոշում չունենք, որտեղ ԲՀԿ-ն հատուկ դիմել էր այդ երկու տեղամասերով վերաքվեարկություն անցկացնելու համար, վերաքվեարկություն հենց այդ երկու տեղամասերով։ Մի հատ էլ ուժեղ Հայաստաններ դիմել ամբողջ արդյունքները անվավեր ճանաչելու, մի հատ էլ ուրեմն Արման Թաթոյանի միասնության թևերն են դիմել, այս 3 դիմումները հիմա այդ 3-ն են քննարկում եւ ըստ շատերի կարծիքի նախատրամադրվածությունը ասեմ, ինչ ասեմ, ամենապես Արամը Վարդևանյան դուրս եկավ, ասեց, ես չեմ հավատում, որ այդ երկու տեղամասերում վերաքվեարկություն ա լինելու։ Օրենքի պահանջը բնականաբար շատ միանշանակ է, շատ տրամաբանական է։ Եթե արդյունքի վրա կարող է ազդել, պարզա պետք է վերաքվեարկություն լինի, բայց մենք նորից ասեմ, գործ ունենք մարդկանց հետ, որ օրենքը իրանց համար ոչ թե վարքականոն է, այլ ընդդիմադիրներին ճնշելու միջոց է, իսկ սեփական պարագայում դա ոչ մի արժեք չունի։ Էսա։ Արի նորից շեշտենք այս մասը, հա, որ օքեյ, եթե դու ասում ես տեղականը դա ընտրամասային ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարեր չեղյալ, օքեյ, ասենք թե կենտրոնական ընտրական հանձնաժողովն է չեղյալ հայտարարել, բայց հենց հաջորդ տողում գրած է, որ նա պարտավոր է վերաքվեարկություն անել։ Այսինքն իրանք կարդում են օրենքի այն մասը, ինչ որ իրանք ձեռնտու է, այն մնացած մասի վրա թքած ունեն։ Հենց այդ է, եւ մենք այստեղ նորից բախվում ենք այն իրավիճակի հետ, երբ որ իրավաբանները մտածում են, որ եթե ինչ-որ մի բան օրենքում շատ միանշանակ է գրած, ուրեմն դա կիրառվելու է, հա, մի բան էլ ասեմ, ԲՀԿ-ն որ դիմել էր վարչական դատարան այս երկու որոշումները անվավեր դարձնելու համար, դատարանը մերժել էր ԲՀԿ-ին, բայց նաև միաժամանակ որոշման մեջ գրել էր, որ հա, այս երկու որոշումները անվավեր ճանաչելու բան չունեմ ասելու, դրանք անօրինական չեն, բայց միանշանակ պետք է վերաքվեարկություն լինի, որտեղ այնտեղ մարդիկ են ապրում, մարդիկ ոչ մի մեղք չունեն, որ իրանց տեղամասում ոչ իրանց մեղքով այսպիսի բան է տեղի ունեցել, մարդկանց հնարավորություն տվեք նորից քվեարկելու, վերաքվեարկելու։ Հիմա փաստորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ ամենայնի, նորից ասեմ, մենք չունենք դեռ այս բանի վերջնական ինֆորմացիա, դեռ քննարկում է, ըստ ամենայնի մի աննախադեպագույն բան է անելու եւ պաշտոնապես Հայաստանի Հանրապետության հերթական ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի լեգիտիմությունը, հատկապես 3/5-րդ մասով դնելու է այն ակնհայտ կասկածի տակ։ Եվ ցանկացած հաջորդ իշխանություն դա կարող է վերհանի եւ ասի, որ ժողովուրդ ջան, այն ինչ որոշումներ դուք կայացրել եք 3/5-րդ պահանջով, դա հակասահմանադրական է, հակաիրավական է։ Արի այս բանն էլ շեշտեմ, փաստորեն 3/5-րդ եթե ունենում է Նիկոլը, նա ունենում է շատ ավելի մեծ լիազորություններ, ունենում է իշխանական ավելի շատ դծակներ, հա, ավելի շատ իշխանություն, քան եթե չի ունենում այդ 3/5։ Դե հիմա դրա մասին խոսենք, որ մարդիկ հասկանան դրանք որոնք են։ Հիմա նա կեղծիքով փաստորեն վերցնում է այդ, սա ըստ էության իշխանության յուրացում Իշխանության յուրացումից ոչ մի դա ասագրքային իշխանության յուրացումը։ Դա քեզ չի հասնում, դու վերցրեցիր, ժողովուրդը տես չի որոշել, դու ժողովրդի իշխանությունը յուրացրեցիր, որտեղ ժողովուրդը որոշել է, եթե անգամ ձեր թվերը իրականությանը համապատասխան էին, ինչին ես մեղմ ասած խիստ կասկածում եմ եւ վստահ եմ, որ այդպես չի եղել։ Բայց դա, այսպես ասած, ֆիքսելը, բռնացնելը, փաստարկելը մի քիչ ավելի, այսպես ասենք, ենթադրությունների տիրույթում պետք է լինի, օրինակ մենք ասենք հեսա այսքան մարդ եք բռնել, որոնք որ վստահված անց պետք է լինեին, կանխեն ընտրակեղծիքներ, դուք հատուկ եք կարել առաջին օրից, անգամ ընտրությունների օրը այսքան մարդ եք տարել, այսքան մարդու դուք ապօրինաբար զրկել եք քվեարկության հնարավորությունից, գլխավոր ընդդիմադիր գործի չեղել է տնային կալանքի տակ չի կարողացել մարդկանց հետ շփվել, հավասարությունն է, սկզբունքների մակարդակով կարող ենք խոսել, այսինքն բայց այստեղ մենք փաստի մակարդակով ենք խոսում, ասում ենք ընկեր ջան, օրենքով սև սպիտակի վրա գրած է, դու էլ այդ օրենքը խախտել ես, հələ մի հատ էլ բացի օրենքից դատարաններ ա որոշել։ Մի հատ այդ 3/5-րդի հարցը բարձաբանենք, ինձ թվում է մի հատ։ Արագ բարձաբանենք, մարդիկ հասկանան ինչի մասին է խոսք։ Ուրեմն 5 օրենք է, այսպես կոչված սահմանադրական օրենքներ, որոնք ընդունվում են միայն 3/5-րդով, ընդունվում, փոփոխվում, չեղարկվում։ Դատական օրենսգիրք,
ընտրական օրենսգիրք, որը շատ կարևոր օրենք է, Հարաքվեի մասին օրենք, այս սա է ինձ թվում ամբողջ խնդիրը։ Հարաքվեի մասին օրենք, կուսակցությունների մասին օրենք, եւ եւս մի օրենք, 5 օրենքեր են։ Եվ նշանակումներ, չէ՞, որոշ Այդ մեկ, այդ օրենքներն են, նորից շեշտադրեմ, այստեղ Հարաքվեի մասին օրենք, դատական օրենսգիրքը ասեցի, դատական ընտրական Հարաքվեի մասին օրենք, կուսակցությունների մասին օրենք եւ եւս մեկը։ Ինչի եմ ես ուզում հատուկ Հարաքվեի մասին օրենքը նշել, որտեղ ես ոնց հասկանում եմ, մարդիկ պարտավորություն են ստանձնել թուրքերի արչեւ, որպեսզի նրանք Հարաքվե անեն եւ այլն եւ այլն։ Հիմա փորձում են իմ կարծիքով փորձելու են Հարաքվեի մասին օրենքի միջոցով ինչ որ մուխլոժներ անել, որտեղ հակառակ դեպքում նրանք չեն կարող որևէ մուխլոժ անել, որևէ բան փոխել։ Հիմա պաշտոնատար անձինք, որ բացառապես 3-5-րդով, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ, Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնական անդամներ, ուրեմն Սահմանադրական դատարանի դատավորներ, նախկինում վերահսկիչ պալատ էր կոչվում, հաշվեկննիչ պալատա կոչվում, դրա անդամներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ անդամներ։ Այսինքն մեծ հաշվով այստեղ ամենակարևորը դատա իրավական բլոկն է, որտեղ որ այլևս մեն իշխանություն լինել չի կարող։ Ճիշտ է, այդտեղ էլ նես չի որ ինչ որ մատական ժամկետ ա լրանում, բան ԿՊ-ն լավ ապահովել է իր բոլորին ՍԴ դատավորներին, բոլորին ԿՊ-ն ա նշանակել, բոլորին անխտիր։ Եվ նրանք դեռ ահագին ժամանակ ունեն մինչև իրենց ժամանակները լրանա գլխավոր դատախազնել նես չի որ վաղը չեմ իսօր լրանում է 2 տարի կա ուրեմն 2 թե 3 տարի կա չէ 2 տարի կա մարդու իրավունքների պաշտպանին 3 տարի կա то есть նես չի որ այս պահին այդտեղ արդիական է հարցը ես ավելի շատ կարծում եմ այս 3-5-րդը ինչ Գիտես ինչ եմ ուզում ասել, լավ, ենթադրենք թե ասեք 3-5-րդ չունեցավ, դրանց չվերանշանակեց։ Ուղղակի թուրքը տա որ շարունակեն պրոբլեմ չի լինել, բայց Չէ, նես չի որ հիմա պետքա քվեարկվեն իրային, բայց որ օրինակ ինչ որ բան լիներ, ես անկեղծ ասած տեղ մի հատ չարա գուշակ բան ասեմ, իմ կարծիքով իրաց խնդիրը բուն խնդիրը Հարաքվեի մասին օրենքն է։ Այո, տեսնենք, հենց Հարաքվեի մասին օրենքն է, մնացածը չի։ Իրանք խնդիր ունեն ինչ որ մուխլոժ անելու, որպեսզի Հարաքվեի մասին օրենքը նես փոխեն, նես մեկնաբանեն, Սահմանադրությանը հակասող ինչ որ բաներ անեն, որով կարողանան Հարաքվեի դնել այդ իրենց խայտարակությունը նախատեսվող թուրքերի նվերը, Արարատի դեմ Սահմանադրությունը կամ մի խոսքով ադրբեջանցիների պատվերով Սահմանադրությունը, որը ի դեպ այսօր ինձ թվում է ստանալու համար էր հենց Դիլիջան այցելել Հիկմետ Հաջիևը, եթե նկատեցիր, հա Դիլիջան էին հրավիրել Մարգարաչ Հայաստանում ճակատագրել այսօր Հիկմետ Հաջիևը։ Հա, եւ ես կարծում եմ, որ Հիկմետ Հաջիևը այնտեղ շատ ուղիղ հրահանգ ա տվել, ասել է Բարգավաճին, չգիտեմ ոնց է կանում այդ 3-5-րդը պահեք, որտեղ մեկտեղ թեմաներ ունենք։ Շուտով էլ լինելու է Արևմտյան Ադրբեջանի ֆորումը Նախիջևանում պետականորեն հովանավորվող եւ մենք տեսնենք թե երբ են նրանք փորձում իրագործել այդ 300,000 ադրբեջանցիների ծրագիրը, որը ես վստահ եմ, որ դա օրակարգում կա, ուղղակի ի շնորհիվ մեր քաղաքացիների նրանք չկարողացան իրենց խոստացած 65%-ը հավաքել, 60%-ը հավաքել, անգամ 50% չձգեցին, որը մի քիչ մեծ շանս է տալի այդ ծրագրերը խափանելու։ Մի քիչ շանս կա, բայց թե ով այդ խափանումը իրականացնելու չգիտեմ։ Գիտես, այս քանի օր է ընդհանրապես իշխանությունների ռեակցիա բավականին, ասեմ, յուրօրինակ էր, հա, հաստորեն իրենց տված այս նախընտրական խոստումները, յետընտրական խոստումները, յետընտրական տոնակատարությունները, ելի ուղեկցում է հաթաթանելով, ելի անընդհատ խոսում են բացառապես ընտրակերտիկների, ընտրակաշառքների միջոցով ստացած ձայների վրա։ Հիմա մի հարց եմ ուզում տամ, ընտրակաշառքի գործով քանի օր է դատապարտված։ Իմ ձայնը լսվում է, այստեղ տեխնիկական խնդիր եղավ։ Լսվում է ձայնս։ Հա, լսվում է։ Նա այստեղ շատ կարևոր հարց է։ Ես գիտեմ, որ մի քանի տասնյակ մարդ է կալանավորված եւ ել ավելի թվով անձինք են գտնվում տնային կալանքի տակ, այլ խափաման միջոցների ներքո, ինչ։ Նորից ասա։ Դատական քանի որոշում կա։ Չէ, դե դատական որոշում չէր կարող լինել։ Այդ փաստարկը ես այնքան էլ անկեղծ չեմ համարում, ոչ թե անկեղծ, այլ այդքան էլ արդար չեմ համարում, շատ պարզ պատճառով, որտեվ հակափաստարկը կարող է լինի ժողովուրդ, դատական process-ը տևական process ասում, 20 օրում դատավճիռ չի լինում։ Շատ լավ, եթե դատական որոշում չկա, ինչու են անընդհատ հայտարարում, թե ընտրակաշառքները Այդ ցավը տանեմ, ախր հենց այդ է հարցը, այդ մարդիկ ոչ մի բանի առաջ չեն կանգնում։ Այդ խիկարան կավ, ասեն, որ դու ինչի չես զոհվել, այսինքն այդ վերջն էր, չէ։
սրան փակելու եմ, սրան սննկացնելու եմ, սրան էս եմ անելու։ Իսկն այնքան են կարմիր գծեր անցել, որի հետևից գնաս։ Որի հետևից գնաս, դա հարցը։ Անընդհատ ռեպրեսիաների ալիքը, ինքը շատ ուղիղ հայտարարեց, ասեց ռեպրեսիաներ են լինելու, հատկապես այդ երեք ուժերի նկատմամբ եւ իր նշաձողը դրեց մարդկանց սննկացնել, էս անել, այն անել եւ այլն։ Այսինքն մենք գործ ունենք արդեն, որ ասում եմ, officially արդեն մենք գործ ունենք բռնակալության հետ։ Բռնակալության հետ։ Ես չգիտեմ, եւ դիտես ուրիշ խնդիրը, հենց ընտրություններից հետո, երևի հաջորդ կամ երկու օր հետո արդեն գնացին թանկացումներ։ Արդեն ակցիզը բարձրացրեցին։ Հա, այսինքն այն ինչ որ պահել էին, որ միջավայր, հա, փող է տալիս, հիմա այդ փողերը հավաքում։ Հա, էտա։ Փողերը հավաքում են երկու իմաստով, եթե ուրեմն հիմա ինչ-որ տվել են դարձից օգնություններ, այդ չգիտեմ, վարդու ծիրան ծախելու համար, հա, վարդու ծիրանի համար կոմպենսացիա։ Հիմա այդ մարդիկ ասում են դե այսինքն ծխողների հաշվին են ծիրանի թեման ծխողների հաշվին են ուզում էլի բանանել։ Մարդ չի իմանում թարգի ծխել է բողոքի նշան որպես ինչ անի, սենց ինչ որ վիճակ է։ Բայց ռոբոտան որպես բողոքի նշան բենզին է կարած տալ բենզին լցնելը մեքենաներ բենզինն է չէ։ Դա մի քիչ դժվար է, բայց մնացածը մի քիչ հնարավոր է։ Չգիտեմ, ամեն դեպքում մենք գործ ունենք իրավիճակի հետ նոր փորձում ենք ստուգել տեսնել նորություն կա թե չէ, ոնց որ թե այս պայդրությամբ չկա։ Գործ ունենք իրավիճակի հետ, երբ այլ օրենքին չնայելով ինչ ուզում անում են այս մարդիկ։ Սա էլ գիտեք, չեմ ուզում ինչ-որ բաներ ասեմ, հավես չկա այս պայդրությամբ, ես չի որ տենց առանձնապես դեմ եմ, բայց բազմաթիվ մարդկանց գործեր հետ կընկնի ու պաշտպանում եմ, բանտում հայտնվելու հավես չկա, ամեն դեպքում այս ձևով հնարավոր չի առաջ գնալ։ Երբ որ դու մարդկանց բերանը փակում ես, երբ որ դու ակնհայտ խախտումներ ես անում, անգամ քո նկատմամբ լոյալ մարդիկ են տեսնում, որ դու որ քո համար այդ սուրբ կովի պես էր ընտրությունը, ու դու տենց խայտարակ ձևով կեղծիքներ ես անում, դա լավ տեղ չի հանգեցնելու։ Փաստորեն Հայաստանում ոչ մի օրենք հիմա չկա, ոչ մի օրենք չի գործում։ Ես չգիտեմ թե ինչ խաղի կանոններով մարդիկ ապրելու։ Չէ, օրենքներ կան որ գործում են։ Հիմա օրինակ հենա ինչ որ մի բան էր, մեկը ինչ որ բան էր գրել որ նայում ես այդտեղ վտանգավոր բան չկա, դա անունը դրել են համանդրական կարգի տապալման կոչ, որ вообще ոչ կոչ կար, որ համանդրական կարգի տապալման հա, բանը ալենը։ Այն որ այդ օրենքը տենց եթե օրենք կարելի է ասել որտեղ միակողմանիա գործում է, դա ուղիղ աշխատացնում են, բայց օրինակ արցախցիների մասին արդեն որի-որ գրառումն են բերում գցում, որոնք որ բացառակ մաքուր թշնամանք են տարածում արցախցիների նկատմամբ, այդ մարդկանց որևէ պատասխանատվության չեն կանչում։ Ժամանակին նշում ես վեհապար Հայրապետի գլուխը ջարդելու մասին մի հատ սրիկա խոսում էր, ջնդոյի, էդոյի, ջնդոյի ինչ էր։ Այդ մարդը հանգիստ իր տանը նստած ոչ մեկ չի եկել իր հետևից մասկով նվաստացնող ձևով տնից տանել։ Այդ ամեն ինչը ցույց է տալի, որ ինչպես ցանկացած հակաիրավական ռեժիմներում օրենքը դառնում է ոչ թե հավասարության, արդարության, սոցիալական խնդիրների լուծման հարթակ, այլ դառնում է ռեպրեսիայի արդարացման միջոց։ Եվ էսա։ Բայց դա օրենք չի, չէ՞ արդեն։ Դե դրա այդ արդեն փիլիսոփայական հարց է, դրա անունը մենք ինչ ենք դնում։ Հա, դրա անունը մենք օրենք կարող ենք շարունակել ասել, թե չենք կարող ասել։ Էս է հարցը։ Ես մի քիչ Եվ ասում եմ Հայաստանում չլինենք, մի տարի առաջ լինել կարող է չհավատալ, բայց ասենք չգիտեմ, Երևանի պետական համալսարանում փակվում է արտասահմանյան գրականության ամբիոնը, ասում են այն պատճառով, որ ամբիոնի վարիչը Արման Թաթոյանի կուսակցության 9-րդ համար Անուշ Պետրակյանն էր։ Մի տեսակ, որ չգիտեմ էլի։ Ապուշություն, անգրագիտություն արդեն հասել է ինչ-որ Ես լավ չգիտեմ իրականում ինչ են իրանք փորձում անել, թե ամբիոնները միացնում են, ինչ են անում, ինչ չեն անում, բայց լուրը նրա մասին էր, որ լուծարվում է։ Հիմա պարզաբանում էլ չեղավ, թե մի խոսքով ես մի քիչ այստեղ անձնական բան կա, էլի Լևոն Ներսիսյանի անվան փողոցում եմ ես ապրում։ Իսկ Լևոն Ներսիսյանը Հայաստանի ինձ թվում է Հայաստանի կրթության պատմության մեջ ամենախարիզմատիկ դասախոսն է եղել, նույնիսկ չասեմ դասախոսներից մեկը։ Ես քեզ ասեմ, որ
Սովորելով ֆիզիկայի ֆակուլտետում փախնում էի։ Հենց այդ է բոլորը այդ են ասում։ Ֆիզիկայի ֆակուլտետում սովորողը փախնում էր գնում էր։ Պոլիտեխնիկում սովորողը փախնում էր գնում էր, բայց գնում էին ինչ, գնում էին Լևոն Ներսիսյան լսել, այո, բայց Լևոն Ներսիսյանի ո՞ր առարքան են լսում, հո սապրամատ չէին լսում, չէ, հո բանի համադրական իրավունք չէին լսում, արտասահմանյան գրականություն էին լսում։ Դա ամենահետաքրքիր բանն է, որ կարող է լինել։ Դա է նաև մեծ տարբերին իմ կարծիքով խորհրդային տարիների մեր հարաբերական առավելությունը նաև նրանում ա եղել, որը մեզ հաջողվեց Արցախյան շարժումը հաջողություն ունենալ եւ այլն, որ մեր սփյուռքահայերի շնորհիվ իսկ Լևոն Ներսիսյանը, հայ Հրաչյա Ներսիսյանն իր հայրը եւ շատ ուրիշներ, Երվանդ Քոչարյանը, մի խոսքով այդ սերունդը չասենք, հայրենադարձներ որպես մեր որակը բարձրացրեցին։ Մենք շատ ավելի առաջ ենք, քան մյուս խորհրդային հանրապետությունները այդ շնորհիվ, դրա շնորհիվ։ Եվ դրա արտահայտություններից մեկն է, հիմա գոնե որպես այդ ամեն ինչի հիշատակ կարելի էր, գոնե արտասահմանյան գրականության ամբիոնը այդ անհասկանալի կամ հասկանալի կամ մի խոսքով։ Բայց մարդիկ հայտարարում են եւ դա այտենց դրա հերքումները ես չեմ տեսել կամ ողջամիտ հետեւ բան են անում, ողջամիտ վարկած են առաջ քաշում, որ դա պայմանավորված է նրանով, որ Անուշ Սեթրակյանը ընդդիմադիր ցուցակում ա եղել օրինակ եւ շատ ուրիշ բաների մասին են խոսում։ Հիմա մենք կանգնած ենք շատ լուրջ ռիսկերի առջև, այսպես ասեմ, այդպես չարչարված բառը օգտագործեմ, թե ինչպես ենք կարողանալու, նաև իրավապաշտպանությունը ինչպես է շարունակվելու մեր երկրում, մենք հնարավորինս փորձում ենք, բայց արդեն շատ դժվար է, որովհետև այո, որոշ քաղաքական ուժեր, ասենք ուժեղ Հայաստանը, իր մարդկանց պաշտպանում էր։ Բայց այնտեղ լիք ուրիշ մարդ կա, որ քաղաքական ուժերի հետ կապ չունի, անընդհատ ընկնում է ամլիչի տակ։ Պլյուս ես ուզում եմ նշել, որ ցավոք սրտի, օրինակ մեր մեթոդն է, որ մենք հրապարակայնացնում ենք հարցերը։ Բայց օրինակ մենք գիտենք, բայց լայն հանրությունը միայն ընտրություններից հետո իմացավ, որ այս ընթացքում տասնյակ մարդիկ են ապօրինաբար ձերբակալվել, կալանավորվել եւ այլն, պատմությունները չներկայացվեցին, թե ինչպիսի աբսուրդային դեպքեր կային։ Ես օրինակ լսել եմ մի պատմություն, որ ես կուզենայի դա հրապարակայնացնել, որովհետև հանրությունը պետք է դա իմանար, որպեսզի իր ռեակցիան տար։ Դրա համար եմ ես քիչ տարակուսած վիճակում եմ։ Օրինակ ես գիտեմ, որ ինչ որ մի տարածքում արցախցիներին ընդդիմադիր ուժերից մեկը այս արդեն տարիներ շարունակ իրենց բաները փակել, այդ ինչա, իրենց ինչա վարձակալության գումարները տվել է։ Եկել է այս նախընտրական շրջանը, գնացել ասել են այ ժողովուրդ ջան, կներեք, հիմա որ մենք շարունակենք տալ այս գումարները, սա համարելու են ապօրինի ես իմ ինչ բարեգործություն, պրոբլեմ ունենանք, հա էլի, պրոբլեմ ունենանք։ Այս մարդիկ էլ ասել են, հարց չկա, բայց ախր մենք ընտրող չենք։ Մենք ընտրող չենք, տեսեք, մենք Հայաստանի անձնագիր չենք էլ վերցրել։ Դե մտածել են, ասել են, հա դե լավ, որ ընտրող չեն, այդ դեպքում ինչ խնդիր պետք է առաջանա այս մասով։ Շարունակել են այդ քայլը անել եւ սրիկայաբար եկել քրեական գործ են հարուցել մարդեն, եթե չեմ սխալվում տնային կալանք ա եղել, թե բանտային ա եղել, 100% չասեմ բանտային ա եղել։ Դա անելու բան է։ Դուք պատկերացնում եք ինչ աշխարհ հակաբարո, ու այս պատմությունները հանրությանը չեն ներկայացվել։ Այս սա ես քննադատում եմ, սա չէր կարելի այդպես անել։ Գիտես, փաստորեն հարյուրավոր մարդիկ կան, չէ՞։ Ձերբակալված տնային կալանքի տակ, չգիտեմ ինչ, եւ մենք դրանց անունները բացատրես չգիտենք, հենց այդ է։ Ես հասկանում եմ, կարող է քաղաքական ինչ-որ նկատառումներ կային, ես չգիտեմ ով է խորհուրդ տվել, ինչ արել, ես քաղաքականությունից շատ գլուխ չեմ անում, բայց ես որպես իրավապաշտպան գտնում եմ, որ եթե ուզում ես խնդիրը լուծես, պետք է բարձրաձայնես, եթե խնդիրը քաղաքական է։ Շատ կներես այդ մարդկանց չէին բռնել մագ թալանելու համար, էլի։ Այդ մարդկանց բռնել են բացառապես քաղաքական, ավելի քաղաքական պատճառ հնարավոր չի։ Ընտրություններում հակառակորդին ճնշելը, անհավասար պայմաններ ստեղծելը, վստահված անձանցից զրկելը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդպես ինչ, հիմա նայ, փաստորեն Նիկոլի իշխանությունը ոչ լեգիտիմ իշխանություն է, արի ընդունենք։ Դա պետք է հայտարարի դիմությունը։ Դա պետք է անդիմությունը հայտարարի։ Ես օրինակ իմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այսպես ասենք, վերձիկն է, որ եթե սրանից առաջ լեգիտիմության էլեմենտներ կային, ապա սրանից հետո այդ լեգիտիմությունը ես համարում եմ կորցրած։ Ես կարծում եմ դու էլ հիշում ես 21 թվին են ընտրախախտումներ եղել, բայց այս անգամվա ընտրախախտումները կարգով եւ քանակով եւ որակով ավելի բարձր են եղել։ Այո, ես կարծում եմ մի
նու չգիտեմ, պայմանական ասեմ, մի 500,000 մարդ իսկապես գնացել Նիկոլ Փաշինյանին ձենա տվել իր խաբեությունները լսելով, վստահելով հերթական անգամ իր ստերին, չիմանալով որ 4 օր հետո իր սիգարետի փողնա բարձրացնելու, ալկոհոլի փողնա բարձրացնելու, բենզինի փողնա, հələ շատ են գալու, հələ տեսնենք, հələ մնացածները կտեսնենք։ Հա, բայց ոչ ավել, ես չեմ կարծում, որ շատ ավել է եղել։ Ես կարծում եմ, որ 100,000-ների հասնող ընտրախախտումներ են եղել, smart ընտրախախտումներ են եղել եւ տենց կոշտ ընտրախախտումներ են եղել։ Լավ, հիմա ուզում ասեմ, այս ոչ լեգիտիմ իշխանությունը ինչպես է շարունակելու իշխել։ Եվ պաստորեն Նիկոլոսից է տալիս ոնց, հա։ Ռեպրեսիաներով։ Բռնություններով։ Միայն բռնություններով ուրիշ գործիք չունի նա։ Նա այլ գործիք, ընդ որում նոր կաշառքներ չի կարող տալ, բրծայինը փոխել։ Փոխելը վաղուց է բացել։ Այդ թոշակների բարձրացումը, չգիտեմ, այդ բժշկական համակարգը, հա, բավականական, այդ բոլորի համար փող չի եղել բյուջեում գրած, հասկանում ես։ Ինչ որ տեղից գտել է։ Դե այդ ակցիզը դրա համար են բարձրացնում, քեզ թվում է խեն կլպում մեզ բոլորիս։ Այո։ Այսինքն կրկնեմ, այս արդեն ոնց են ասում, մտրակի ու գազարի քաղաքականություն, հա։ Գազարը բրծել է մնում մտրակը։ Դա։ Լավ, հələ մի հատ նորից նայենք, տեսնենք նորություն ունենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թե չունենք։ Այս պահին դեռ ըհը Դեռ ոնց որ թե չունենք։ Դեռ այդ 3 հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 կուսակցություններից ստացված դիմումներ է քննում, ուժեղ Հայաստանը նոր ընտրություններ է պահանջում, Արման Թաթոյանը էլի տես մի բան է պահանջում, ոնց որ թե բոլոր տեղամասերում վերաքվեարկություն է պահանջում, իսկ Բարգավաճ Հայաստանը վերաքվեարկություն է պահանջում 2 թե 3 ընտրատեղամասում, ոնց որ երրորդն էլ ընտրատարածքայինն է անարել, բայց այնտեղ ԲՀԿ-ն էս չի որ ձայներ էր կորցնում, որովհետև այդ տեղամասը այնտեղ ինքը հայմատաբար քիչ ձայներ ստացել, այսինքն հիմնականը այն երկուսն է, Նուբարաշենը։ 2 թե 3 տեղամասում էլ վերաքվեարկություն է պահանջում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Դե ուրեմն ոնց որ ամփոփում ենք, հա։ Դե ամփոփենք, հա, եթե բարում նորից հա։ Նորից ֆիքսենք, որ փաստորեն այս ընտրությունների միջոցով տեղի ունեցավ պետական իշխանության յուրացում, այսինքն ընտրություններից այնտեղ ցածր։ Եվ սպասենք տեսնենք, թե գիտեմ, մի շաբաթվա ընթացքում կլինեն ակտիվ զարգացումներ, ինչպես կպահի իրեն դատարանները, ինչպես կպահի իրեն ընդդիմությունը եւ իշխանությունը ինչպեսի նոր բնակ ճնշումների կգնա, հա, այս ամեն ինչի արդյունքը մենք կտեսնենք երևի հաջորդ շաբաթ։ Ամեն դեպքում ես ուզում եմ հիշեցնել, հիմա այսօր է հիշել, թե ինչքան հերուն գնացող երեն առաջարկը, որ հանրապետական կուսակցություններ անում, որ ընդդիմադիր ֆրակցիաների առաջի 30 համարները մինչև ընտրարշավը որևէ կերպ հարության առջև երթուն պատառուտեին, պարտավորություն ստանձնեին, որ նրանք պարլամենտ անցնելով հանկարծ Նիկոլի կողմը չէին անցնելու։ Ես նորից դա հիշել էի, որովհետև մոտարապես նման թվերի մասին է խոսքը եւ ես չգիտեմ էլի այս ֆրակցիաները, առավելապես խոսում եմ թիվ 1 ընդդիմադիր ուժի մասին, ուժեղ Հայաստանի մասին, թե մարդիկ խոսում են ինչ որ մարդիկ իրենց կողմը ԿՊԱ-ականներից բերելու մասին, բայց ինձ թվում է միակ բանը, որ կարելի է երազել է տենա, որ իրանք որևէ մեկին չկորցնեն։ Հա։ Ինչ որ մեկը չվեկանա եւ ասի երեք երազ եմ տեսել եւ չէ, всё-таки Նիկոլի ճիշտ է, Նիկոլի ասածը բան անենք, էս է հարցը, որը որ չգիտեմ։ Բայց մենք ընտրությունների արդյունքում Եթե 3/5-ը հիմա չանցնի, գիտես, դրանով նա փոստորի կարա 3/5-ը։ Դե այդ եմ ասում, այդ տարբերակն էլ կա։ Ամեն դեպքում մենք արձանագրենք, որ մեր քաղաքացիների շնորհիվ էր, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 65% սահմանադրական մեծամասնություն, հետո տեսա, որ էլ չի ստացվում 55% այդ շեմը, նա անգամ 50% չկարողացավ իրան նկարել։ Սա շատ կարևոր էր եւ սա բացառապես մեր քաղաքացիների շնորհիվ է եւ ես ուզում եմ հիմիկվանից ասեմ, այն մարդիկ, ովքեր մեր ժողովրդին բան են ասելու, ես այդ մարդկանց այլևս չեմ լսելու, չեմ ընդունելու, որովհետեւ մեր ժողովուրդը միջինից ավելի իմաստուն ժողովուրդ է եւ էս էլ դրա արտահայտությունն է։ Այսքան terror-ի մեջ որ գնաց, ընդ որում դա եղավ մասնակցության շնորհիվ։
Այսինքն նիկոլականները իրաց թվերը լավ գիտեն, դրա համար են իրաց այդ 65%-ը։ Եվ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են, մարդիկ, որոնք որ նույնիսկ ընդդիմա ոչ թե ակտիվ են, չէ, ակտիվ չեն, այդ մարդիկ սովորական մարդիկ են, ուզում են ապագա ունենալ, ուզում են որ ադրբեջանցիների թելադրանքով ապրող ժողովուրդ, ներողություն, ժողովուրդ չէ, պետություն չլինի։ Ադրբեջանցիները չհրավիրեն այստեղ եւ կարճ ժամանակում նրանք չդառնան մեծամասնություն Հայաստանի Հանրապետության տարածքում, հա։ Սովորական մարդիկ, որոնք որ ուզում են որ Արարատ սարը շարունակի մնալ հայկական խորհրդանիշ, ինչպես եղել է դարեր։ Այդ մարդիկ շատ մեծ թվով նման մարդիկ գնացին քվեարկության եւ դա անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի համար եւ ինքը դրա համար չկարողացավ անգամ 50% իրեն նկարել։ Այդ մարդկանց ես անձամբ մեծ շնորհակալություն եմ հայտնում եւ եթե մենք դեռ շանս ունենք փրկելու մեր պետականությունը, ապա ձեր շնորհիվ։ Իսկ քաղաքական գործիչները անկեղծ լինենք, իրենց չեն արդարացնում, բայց պետքա ամեն դեպքում ինչ ունենք էլի փորձենք նենց անել, որ արդարացնեն։ Դժվար է, բայց չենք կարող մեկ էլ ինչ-որ նոր քաղաքական գործիչներ այս բանին շատ արագ հնարավոր չի կազմակերպել, հա։ Լավ, հրաժարվենք, ստեղծում հարգելի դիտողներ, հույս ունենք, որ մի փոքր ավելի հանգիստ լինի իրավիճակը եւ ասենք մյուս անգամ որ եթերի կարիք չլինի եւ մենք կմտնենք ուրեմն։ Դե կոմոդ լավ հանգիստ է վիճակը, ֆլամենգոները ստեղ երևում են, սա նորմալ է։ Դե մինչ մյուս Կիրակի, հուսով եմ մյուս Կիրակի մենք սովորական ռեժիմով կլինենք, ժամը 20:00-ին կմտնենք եթեր եւ ավելի վերլուծական շաբաթվա կարևորագույն իրադարձությունները կվերլուծենք։ Այսքանը շնորհակալություն, ստեսություն։ Ստեսություն։